Սա Արամն է։ Արամը փոքր կաթնամթերքի գործարանի տնօրենն է։ Արամը իր աշխատողներին չի գրանցում, որպեսզի չվճարի հարկեր եւ սոցիալական վճարներ։ Օրից մի օր հարկային տեսուչը գալիս է ստուգման։ Գործարանի ղեկավարը մոտենում է տեսուչին եւ տալիս փոքրիկ շնորհակալություն։ Տեսուչը վերցնում է 100,000 դրամ շնորհակալությունը, ոչինչ չի գրանցում եւ հեռանում է։ Գարիկը ազդեցիկ դատավոր է։ Երբ իր գործն ընդունում է հարուստ մարդկանց, Գարիկը մեծ գումարների դիմաց արդարացնում է մեղավորներին։ Բացի այդ, Գարիկը կեղծ հաշվետվություններ է գրում։ Դատական բարեփոխումներ անվան հյուրացնում է պետական միջոցները, վերանորոգում է իր տունը եւ ճանապարհորդում։ Աշոտը շինարարության բաժնի պետն է։ Նրան պետբյուջեից հատկացվում է 20 միլիոն դրամ փոքրիկ համայնքում ճանապարհների վերանորոգման համար։ Աշոտը եւ իր ընկերը փաստաթղթում գրում են, թե 20 միլիոն դրամն ամբողջությամբ ծախսվել է, մինչդեռ 10 միլիոնը նրանք կիսում են իրար մեջ։ Էլենը աշխատանքի է ընդունվել կրթության նախարարությունում։ Իմանալով, որ թափուր աշխատատեղ կա, նա միջնորդում է, որ աշխատանքի ընդունել իր լավ ընկերուհուն՝ Մանեին։ Թեև Մանեն չունի բավարար փորձ ու համապատասխան որակավորում, Էլենը փաստաթղթերը այնպես է դասավորում, որ Մանեն դառնում է լավագույն թեկնածուն։ Բացի այդ, Էլենը մեծ պարգևավճարներ է տալիս Մանեին, անգամ երբ Մանեն բացակայում է կամ քիչ է աշխատում։ Սֆերային տնտեսությունը, կաշառքը, պաշտոնի չարաշահումը, պետական միջոցների յուրացումը, նեպոտիզմը, պարգևավճարների անարդար բաշխումը, շորթումը, կեղծ հաշվետվություններ եւ այլ կոռուպցիայի տեսակներ հանգեցնում են մի շարք հետևանքների, որոնք են. Առաջ են մղվում այն ծրագրերը, որոնցից եկամուտներ են ակնկալվում, աճում բյուրոկրատական քաշքշուկը, մարդիկ ստիպված են լինում հսկայական ժամանակ եւ ռեսուրսներ ծախսել հասարակ խնդիրները լուծելու համար։ Կոռուպցիան ավելացնում է պետական բյուջեի ծախսերը, հանգեցնում է կազմակերպված հանցագործությունների աճին, թուլացնում է իշխանության նկատմամբ հավատի եւ իջեցնում մարդկանց բարոյական գիտակցության մակարդակը, տուժում է կրթական, առողջապահական եւ այլ սոցիալական ոլորտներ, ստանալով բավարար ֆինանսավորում։